Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո» կահույքի խանութ սրահը։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարի լույս, դուք կրկին ձեր օրը սկսել եք Երկիր մեդիայի հետ, նշանակում է բարև երկիրը ձեզ հետ է եւ ձեզ հետ եմ ես Արմինեն եւ իմ գործընկերուհի Դիանան։ Ուզում ենք, որ ձեր օրը սկսվի միայն լավ տրամադրությամբ, հետաքրքիր նորություններով եւ ինչու՞ չէ, անսպասելի եւ հետաքրքիր լուրերով։ Ողջույն Արմին, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարև երկիր, բարև երկրի սքանչելի մարդիկ, ինչպես Արմինեն ասաց եւ յուրաքանչյուր մեր եթերից առաջ մեր ռեժիսորն է սիրում ասել, բարձր տրամադրություն, լավատեսություն, սկսեցինք, այո, լավատեսությունը դա շատ կարևոր հատկանիշ է, որ յուրաքանչյուրից հատկապես այս դժվարին օրերին պետք է լինենք լավատես, լինենք դրական էներգիայով լի, որպեսզի կարողանանք միշտ շողալ եւ փոխանցել այդ տրամադրությունը նաեւ մեր կողքիններին, մեր հարազատներին։ Այսօր հունվարի 24-ն է, մենք սիրով սկսում ենք մեր աշխատանքը հիշելով իհարկե մեր գործընկերներին, իսկ նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը, որոնց մասին Արմինեն կարծում եմ սիրով մանրամասն կպատմի։ Աջափնյակ բժշկական կենտրոնում ձեզ առաջարկում են յուրահատուկ մոտեցում, ինչպես նաև յուրաքանչյուր այցելուի հանդեպ կա հոգատարություն այնտեղ գնալով, դուք վստահ եղեք, որ բժիշկները հոգալու են ձեր յուրաքանչյուր խնդրի եւ տրամադրության համար։ Իսկ Dream Park-ում իհարկե կարող եք լիցքաթափվել, ձեր մարմինը հանգստացնել, հոգին եւ բնությունը, ինչպես ասում են, այո, ներդաշնակ դարձնել, որովհետեւ այնտեղ համեղ ուտեստները, մաքուր օդը, 2-ից 8 հոգու համար նախատեսված տնակներն ու գլեմփինգները սպասում են ձեզ, որպեսզի ձեր հանգստյան օրերը կամ ցանկացած մի օր դարձնեն հիշարժան եւ անմոռանալի։ Իսկ Տուն դեպո խանութ սրահը ձեզ տրամադրելու է հետաքրքիր գույներով, ինչպես նաև շատ հարմարավետ գունեղ կահույք, որով դուք այս պահին տեսնում եք մեր տաղավարում հարմար եւ գեղեցիկ։ Այցելեք Տուն դեպո, ընտրեք հենց ձեր կահույքը։ Չենք մոռանում նաև այն հասցեների մասին, որոնցով կարող եք հետևել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները եւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան ու Instagram-յան էջերը։ Սկզբի համար այսքանը, կարծում եմ, արդեն կարող ենք անցնել շաբաթվա եւ օրվա անցուդարձին։ Այսօր հունվարի 24-ն է եւ նշվում է մի շատ կարեւոր օր, կրթության միջազգային օրն է։ Ի նշան կրթության, խաղաղության եւ զարգացման կարեւոր դերի։ Օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018 թվականին։ Կրթության իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում։ Պարզվում է այս լուսավոր դարում թերևս կան մարդիկ, ովքեր կրթություն ստանալու խնդիր ունեն եւ ըստ ՄԱԿ-ի տվյալների ներկայումս աշխարհում ավելի քան 240 միլիոն երեխա եւ երիտասարդ կրթությունը նրանց համար անհասանելի է, նրանք չեն սովորում դպրոցում, իսկ 617 միլիոն մեծահասակ գրել եւ կարդալ չգիտի։ Կրթության անհասանելիության պատճառներից նշվում է աղքատությունը, գենդերային խտրականությունը, ինչպես նաև զինված կոնֆլիկտները, արտակարգ իրավիճակները եւ կլիմայի փոփոխությունը։ Շատ ցավալի է իրականում, որ այս դարում իհարկե կարծում եմ ոչ քրիստոնյա երկրներում, բայց գենդերային անհավասարության պայմաններում աղջիկները կանայք չեն կարողանում կրթվել։ Հուսով եմ մի օր այս հարցը կլուծվի, բայց բոլոր դեպքերում կրթություն ստանալը շատ կարևոր է։ Իհարկե առանց կրթության չես կարող թևերդ բացել եւ ճախրել եւ կարծում եմ առանց կրթության պարզապես մարդիկ առանց լույսի մթության մեջ խարխափում են։ Այս դարում, ինչպես ասացիր, այո, կրթության մասին, կրթությունը որպես խնդիր ներկայացնելը արդեն իսկ մեծագույն խնդիր է։ Հաջորդ թեմային ասելով մի հարց եմ ուզում տալ Դիանային։ Դիանա, դու սիրում ես էսկիմո։ Չես թողնում ես քեզ հարցնեմ, Արմինե։ Իսկ կա մարդ, որ չի սիրում պաղպաղակ։ Հա? Ես իսկապես չեմ սիրում, դրա համար չթողեցի, որ առաջինը դու ասես։ Որ չասես ոչ։ Շատ չէ, բայց իհարկե ամռանը այնքան չեմ սիրում, որպեսի ձմռանն էլ գնամ խանութ, գնեմ եւ վայելեմ, բայց ամռանը սիրում եմ։ Էսկիմո, ինչու հենց էսկիմո, որովհետեւ այսօր սիրելի հեռուստադիտողներ նշվում է էսկիմո տեսակի պաղպաղակի ծննդյան օրը։ Հիմա մարդիկ կմտածեն ձմռանը ինչու պետք է պաղպաղակի օր նշվի, բայց կա այդպիսի օր։ Չենք շփոթում իհարկե պաղպաղակի միջազգային օրվա հետ, դա հունիսի 10-ն է։ Այսօր էսկիմոյի ծննդյան օրն է, դրա ստեղծման պատմությունը ձգվում է մինչև 1 դար առաջ եւ բավականին հետաքրքիր է, այդ իսկ պատճառով առաջարկում ենք դիտել տեսանյութ, մտովի տեղափոխվել ամառ,
ուտել մտովի կամ մարդկա եթե սիրում է կարող է գնալ խանութ եւ գնել, հետո արդեն կվերադառնանք եւ կշարունակենք անցնող շաբաթն ամփոփել։ Սառը քաղցր, փափուկ, տարբեր գույների ու համերի զովացնող ու տրամադրությունը բարձրացնող։ Բոլորիս սիրելի պաղպաղակներին կարող ենք շատ ու շատ քաղցրահունչ բառեր շռայլել, բայց այսօր խոսելու ենք ոչ թե դրանց համ ու հոտի մասին, այլ բացահայտելու ենք բոլոր ժամանակների ամենասիրելի էսկիմո պաղպաղակի ստեղծման զվարճալի պատմությունը։ 1922 թվականի հունվարի 24-ն էր, երբ Քրիստիան Նելսոնը ստացավ էսկիմո արտադրելու արտոնագիրը։ Ամերիկյան Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի հրուշակագործ սեփականատերը, որը նաև խանութի մոտ գտնվող դպրոցի ուսուցիչ էր, որոշում է շոկոլադապատ պաղպաղակ ստեղծել մի փոքրիկ տղայի հետ զրույցից հետո։ Երեխան եկել էր խանութ եւ չէր կողմնորոշվում շոկոլադ գնի, թե պաղպաղակ։ Երբ Նելսոնը հարցնում է, թե ինչու երկուսն էլ չի գնում, փոքրիկը պատասխանում է, որ շատ կուզենար, բայց գումարը չի բավարարում։ Հենց այդ պահին էլ հրուշակագործի մտքով անցնում է սերուցքային պաղպաղակը պատել շոկոլադով, որպեսզի ստացվի երկուսը մեկում քաղցրավենիք, էսկիմո կարկանդակ անվանումով։ Ի սկզբանե այն եղել է առանց փայտիկի, ավելացվել է էսկիմո պաղպաղակին 1934 թվականին։ Իսկ փայտիկի պատմությունը շատ ավելի հին է, քան էսկիմո պաղպաղակինը։ Դեռևս 1905 թվականին Սան Ֆրանցիսկոյում Ֆրենկ Էպերսոն անունով մի 11-ամյա տղա լիմոնաթով լի բաժակը գիշերը թողնում է տան բակում, քանի որ ձմեռ է լինում, լիմոնաթը սառչում է, ամրանալով բաժակի մեջ մնացած փայտե գդալին։ Առավոտյան Ֆրենկը քաղցրահամ սառույցը բաժակից հանելով համտեսում է եւ հասկանում, որ հայտնագործություն է արել։ Այն անվանում է սառցալեզվակ, որը շուտով հայտնի է դառնում ամբողջ քաղաքում։ Հարց է առաջանում, իսկ ինչու հենց էսկիմո։ Վարկածներից մեկի համաձայն էսկիմո բառը գալիս է ֆրանսիացիներից։ Նրանք այդպես են անվանել մանկական կոմբինեզոնին, որը նման է էսկիմոսների հագուստին։ Այդ իսկ պատճառով էլ շոկոլադե հաստ շերտով պարուրված պաղպաղակը ստացել է էսկիմո անվանումը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, իհարկե այս կադրերից մի փոքր մրսեցինք, բայց մեզ մոտ շատ ջերմ է եւ մենք սիրով ու հաճույքով շարունակում ենք մեր աշխատանքը։ Համադամ պաղպաղակների թեմաներից հետո գնում ենք դեպի երաժշտության աշխարհ։ Հունվարի 22-ին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն էր։ Նա կդառնար 105 տարեկան։ Եվ այդ արդիվ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ մեծ համերգ հայ երգիչ-երգչուհիների եւ Armstrong նվագախմբի մասնակցությամբ։ Ինչպես նաև հոբելյանական ստեղծագործությունները ներկայացվեցին նոր մշակումներով եւ կատարումներով։ Իսկ ահա մյուս մեծանուն հայի կոմպոզիտոր Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 87-ամյակի առթիվ նույն համերգասրահում հոբելյանական համերգ տեղի կունենա հունվարի 28-ին հայոց բանակի օրը։ Սիմֆոնիկ Մանսուրյան համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայկական ֆիլմերի եւ թատերական ներկայացումների համար Մանսուրյանի հեղինակած ստեղծագործությունները։ Կարծում եմ հիանալի հնարավորություն է վայելելու մեր ֆիլմերի երգերը եւ շարունակելով ասեմ, որ մինչեւ հունվարի 31-ը դուք առիթ ունեք տեսնելու մի շատ գեղեցիկ եւ հետաքրքիր ցուցահանդես։ Սուրբ Էշմիածին Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է հայոց վանքեր խորագրով ջրաներկի ցուցահանդեսը։ Հասմիկ Քարափուլյանի ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը, որոնք ջրաներկի նուրբ գույների եւ լույսի միջոցով փոխանցում են ոչ միայն հայկական վանքերի ճարտարապետությունը, այլ նաև շրջապատող բնության խաղաղ շունչը եւ գեղեցկությունը, այնպես որ կարող եք գնալ եւ վայելել այդ ամենը։ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում էլ հունվարի 16-ին բացվել է մատենադարանի գեղանկարչական դիմագիծը խորագրով ցուցադրությունը, որը բացահայտում է ձեռագրատանը պահվող հատնտիր գեղանկարները։ Ցուցադրված են Փանոս Թերլեմեզյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Անդրե Սևրուզյանի, Սեդա Կարագյոզյանի, Հրաչյա Ռուխկյանի, Ժասմեն Սարաբյանի, Մհեր Աբեղյանի եւ այլ հեղինակների ինքնատիպ գեղանկարչական աշխատանքներ, ինչպես նաև բացառիկ ձեռագրեր ու լուսանկարներ։ Ցուցադրվող գեղանկարները մատենադարան են հասել անհատական ֆոնդերի եւ նվիրատվությունների միջոցով։ Սա եւս լավագույն հնարավորություն է թե հատկապես աշակերտների համար, ովքեր կարող են ծանոթանալ եւ ինչու ոչ մեծահասակների համար եւս մշակութային եւ հոգեվոր արժեքներ ներկայացնող շատ բուռն հագեցած շաբաթ է սիրելի հեռուստադիտողներ։ Այս պահին կարծում եմ արդեն շատախոսելուց հետո ճիշտ ժամանակն է անցմիջվել եւ մի գեղեցիկ տեսահոլովակ դիտել, որից հետո կվերադառնանք եւ այո,
կդիմավորենք հյուրին, բայց մինչ այդ անպայման խոսելու ենք մի շատ Օգտակարության օգտակար մասին։ եւ առողջարար, դա ինչ է, ընդեղեն, Այո։ հատիկեղեն, Բայց կասենք, երբ որ վերադառնանք։ այո։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, կարծում եմ ձեր տրամադրությունը այս տեսահոլովակից արդեն բարձր է, այս պահին խոսելու ենք օգտակարից։ Օգտակար է էջն է այս պահին մեր եթերում, որտեղ ներկայացնելու ենք բոլորիս կողմից շատ սիրված, կարծում եմ, պիստակը։ Այո, սովորաբար ասում են, որ ընդեղենը միայն առողջարար են, բայց մենք վերջում կասենք, թե ինչ հակացություններ ունի, օրինակ պիստակը, այնպես որ դիտենք եւ վերադառնանք։ Օրինակ պիստակ պետք է զգուշությամբ ուտել, որպեսզի եղունգները չվնասեն, Եվ ատամները։ Այո, ատամները։ Սննդի մեջ պիստակն օգտագործում են ավելի քան 2500 տարի։ Հին ժամանակներում Իրանում պիստակը համարվում էր դելիկատես, ինչպես նաև հարստության խորհրդանիշ։
Պիստակ սիրում են շատերը, սակայն գուցե ոչ բոլորը գիտեն դրա բազմաթիվ օգտակար հատկությունների մասին։ Պիստակում պարունակվող գլխավոր նյութերից մեկը հանդիսանում է B7-ը կամ բիոտինը, որը թույլ է տալիս յուրացնել սպիտակուցներն ու այրել ճարպերը։ Եթե մարդու մոտ կա բիոտինի պակաս, ապա տուժում են մաշկն ու մազերը, առաջանում է դեպրեսիվ տրամադրություն, հնարավոր է առաջանա վատ խոլեստերին արյան մեջ։ Օրվա ընթացքում մի քանի հատիկ պիստակի օգտագործումը միայն դրական կազդի նման խնդիրների դեպքում։ Բացի այս, պիստակում պարունակվում է մեծ քանակությամբ մագնեզիում եւ կալիում, որոնք օգնում են արյունատար անոթների ամրացմանը, կարգավորում սրտի աշխատանքը։ Բացի արդեն իսկ նշված նյութերից, պիստակը հարուստ է նաև երկաթով, ֆոսֆորով եւ վիտամին B6-ով։ Պիստակը հարուստ է նաև լյուտեինով, ինչի շնորհիվ օգնում է կանխարգելել տեսողության հետ կապված խնդիրները։ Ինչպես արդեն նշվեց, պիստակը հարուստ է բջջանյութով, ինչի շնորհիվ օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, լավացնել աղիների անցանելիությունը։ Դա նշանակում է պիստակի ներառումը սննդակարգ օգնում է ազատվել փորկապությունից։ Այստեղ հարկավոր է զգույշ լինել։ Եթե դուք ունեք հակառակ խնդիրը, ապա հարկավոր է չօգտագործել պիստակ։ Պիստակը նաև պարունակում է վիտամին C և E, ինչպես նաև սելեն։ Պիստակում առկա մեծ քանակությամբ մագնիումը անհրաժեշտ է նյարդային համակարգի աշխատանքի համար։ Այդ իսկ պատճառով այն կօգնի ձեզ խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են դեպրեսիան, նյարդային լարվածությունը, սթրեսը և անքնությունը։ Պիստակի գլխավոր հակացությունը ալերգիան է, այն շատ հաճախ է առաջացնում ալերգիկ ռեակցիա։ Բացի այս, բարձր կալորիականության հաշվին խորհուրդ չի տրվում նաև օգտագործել մեծ քանակությամբ պիստակ բոլոր նրանց, ովքեր ունեն գիրանալու հակում։ Այն կարող է կազմել առողջ դիետայի մասնիկը, շատ քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում։ Յուրաքանչյուր երկրի համար իր մշակութային օջախները, թանգարանները այցեքարտ են համարվում, եւ մենք ունենք մի հիանալի այցեքարտ, դա պատմության թանգարանը, եւ Հայաստանի պատմության թանգարանում օրեր առաջ վերաբացվեց Հայաստանը 19-րդ դարում խորագրով մշտական ցուցադրության հատվածը, որը տևական ժամանակ է ներկայացված չէր թանգարանում, եւ այսօր մենք խոսելու ենք այդ մասին եւ Զիանան կներկայացնի մեր հյուրին։ Այո, չմոռանալով, որ մենք պահպանում ենք մեր ինքնությունը, հավատարիմ մնալով իհարկե մեր արմատներին եւ մեր պատմությանը։ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն մշակութաբան հնագետ Նժդեհ Երանյան, բարի գալուս տաղավար, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ եմ հրավերի համար։ Հրաշալի, շնորհակալ եմ։ Նժդեհ, ինչպես Արմինեն արդեն նշեց, Հայաստանը 19-րդ դարում խորագրով մշտական ցուցադրության հատվածն է վերաբացվել, որը տևական ժամանակ է փակ էր։ Սկսենք ինչու էր փակ, ինչ նոր նմուշներով է հագեցել ցուցադրությունը, արդեն բաց է եւ մշտական է, հուսով ենք։ Այո, շատ ճիշտ նշեցիք, տարիներ առաջ 2020 թվականին թանգարանի մշտական ցուցադրության սրահները փակվեցին օդափոխման եւ ջերմախոնավային համակարգի անցկացման աշխատանքներով պայմանավորված, շատ կարևոր աշխատանք, որը երկար տարիներ ձգձգվում էր եւ բարեբախտաբար 2020 թվականին հնարավոր եղավ աշխատանքները սկսել եւ դա նաեւ մի առիթ էր, որպեսզի մենք վերանայենք ցուցադրությունները եւ կարողանանք նորովի ներկայացնել, որովհետեւ նախորդ ցուցադրությունը ավելի քան 10 տարի գործում էր եւ կարիք կար նոր մոտեցմամբ, նոր նյութերով, որովհետեւ այդ ընթացքում նաեւ թանգարանը համալրվում է, թանգարանը անընդհատ նոր նյութերով համալրվում է եւ կարիք կար, որ վերանայվեին նաեւ ցուցադրությունները, բայց ասեմ, որ անգամ այս ընթացքում, երբ որ մշտական ցուցադրության սրահները փակ էին, մենք որևէ առիթ բաց չէինք թողնում ներկայացնելու մեր հարուստ ժառանգության եւ թանգարանի հարուստ հավաքածուի նմուշները տարբեր ցուցադրություններում, մասնավորաբար 2021 թվականին Հանրապետության հրապարակի մեկ այլ շենքում, արտաքին գործերի նախարարության նախկին շենքը, որը մասնավոր սեփականությամբ է տնօրինվում, կարողացանք պայմանավորվել եւ երկարատև ցուցադրություն անել տարազների եւ ընդհանրապես հանդերձ ցանկի մասերի շատ շքեղ եւ հիշարժան ցուցադրություններ ստացվել եւ դրանից հետո եւս տարբեր ժամանակավոր փոքր ցուցադրություններում հնագիտությունից մինչև մեր օրերը ներկայացնող Հայաստանի տարբեր շրջանները եւ տարբեր փուլերը ներկայացնող ցուցադրություններ լինում էին, կազմակերպում ենք եւ այդ ընթացքում ներկայացվում էր, բայց բարեբախտաբար մի փոքր սպասելուց հետո, բայց արդեն մենք ունենք վերաբացված այս պահին Քարիդարից մինչև 19-րդ դարը ներառող
մշտական ցուցադրության հատվածները եւ մեր այցելուները, մեր քաղաքացիները, մեր հյուրերը կարող են գալ, վայելել եւ սովորել եւ իրենց կարծիքը փոխանցել նաեւ։ Նժդեկ, ասեք կոնկրետ այս ցուցադրության համար ինչով եք առաջնորդվել նմուշները ընտրելիս եւ քանի նմուշ կա, ինչի մասին եք շեշտադրում, ինչի վրա եք դրել հենց որպեսզի գան եւ ինչ տեսնեն։ Շատ կարևոր մի փուլի մասին ենք մենք խոսում 19-րդ դար, երբ ինչպես ամբողջ թույլ տվեք ասել Եվրոպայում, այնպես նաեւ Հայաստանում ազգային ինքնության ձևավորման շրջաններ եւ մենք կարեւոր է որ խնդիր ունենք ներկայացնելու ոչ միայն քաղաքական պատմությունը, այլ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակը, մշակույթը, դա ներառում է թե օրինակ տարբեր ազգագրական հավաքածուներ, տարազային համալիրներ, հանդերձանքի մասեր, ոտնամաններ, արթուզարդի պարագաներ, թե հասարակական միջավայրը, օրինակ հասարակական մամուլը, դպրոցները, այսինքն եւ նաեւ շատ կարեւոր մի շեշտադրում քաղաքական իրավիճակը Հայաստանում, որովհետեւ շատ հանգամանքներով սկսած քաղաքական սահմաններից եւ վերջացած ինքնության տարբեր բաղադրիչներ ձևավորվել կամ այսպես դուք ասել ամրացել են հենց 19-րդ դարի տարբեր ժամանակահատվածներում, այսինքն մեր խնդիրն էր օբյեկտիվորեն ներկայացնել այդ ժամանակահատվածը իր բոլոր ասպեկտներով, ինչպես արդեն նշեցի, այդ այն ամենը, ինչը բնութագրում է հենց այդ ժամանակահատվածը 19-րդ դարի։ Այո։ Եվ այցելուների գնահատանքին արդեն արժանացել է։ Մի քանի օր է որ բաց է ցուցադրությունը, բայց արդեն թե հենց այցելուների տեղում արձագանքը լսելով եւ թե նաեւ տարբեր սոցիալական հարթակներում այդ արձագանքը որսալով տեսնում ենք որ արձագանքը եւ այսպես իրենց դիտյացը հիմնականում ավելի դրական է եւ հիացած են այդ հավաքածուները, որտեղ իսկապես մենք հիանալու հավաքածուներ ունենք։ Իսկ կա որևէ ներողություն նմուշ, որը ձեզ համար նույնպես բացահայտում էր եւ դուք նույնպես այսպես զարմացել եւ հիացել եք։ Ասեմ որ նաեւ ցուցադրության համար մենք կարողացանք, քանի որ հավաքածուն շատ հիմնականում հենված էր ազգագրական նյութերի վրա, մենք նաեւ ցուցադրության համար նոր նյութեր ձեռք բերեցինք մասնավոր հավաքորդներից, շատ տպավորիչ նմուշներից մեկը հավանաբար գիտեք, որ 19-րդ դարում շատ տարածված ազգային թույլ տվեք ասել սիմվոլներից, որը հավակնում էր դառնալ ինչ-որ առումով զինանշան անկախ պետության կամ Հայաստանի, դա Մայր Հայաստանն էր, որը իրենից 19-րդ դարում ձևավորված այդ կերպարը, որը իրենից ներկայացնում էր ավերակների վրա նստած կին եւ որի վրա նշված էին Հայաստանի տարբեր շրջաններ կամ քաղաքներ, հետո այդ սիմվոլը ավելի ուշ նաև զարգացավ, փորձում էին դարձնել անկախ Հայաստանի խորհրդանիշերից կամ զինանշաններից մեկը, տարբեր կերպ ներկայացված է եղել, ավելի ուշ նաև մենք այդ կնոջը տեսնում ենք գոտեպնդված, ամրացած, կանգնած եւ սուրը զենքին, նույն գաղափարը, նույն սիմվոլն է, մենք կարողացանք ձեռք բերել մի թաս, որի վրա ենթադրաբար 19-րդ դարի վերջում կամ 20-րդ դարի սկզբում ներկայացված է Մայր Հայաստանը եւ կուսակցությունների նաեւ բանով զինանշանով, այսինքն աստիճանաբար այդ քաղաքական միտքներ նաեւ հասունանում, միտքներ նաեւ ձևավորում, սա մեր հետաքրքիր կարևոր ցուցանմուշներից մեկն է։ Մեկ այլ խումբ ներկայացնում են այդ ռուս-պարսկական պատերազմի մասնակիցներին վերաբերող, օրինակ գիտեք որ քչերը հավանաբար գիտեն, բայց կարող են գալ եւ տեսնել ռուս-պարսկական պատերազմի մասնակից հայկական կամավորական ջոկատի դրոշը զինանշանով, բացառիկ մի բան, կամ Էրզրումի Բերդի բանալին, որը եւս Հայաստանի պատմության թանգարանում է պահվում եւ հիմա արդեն ցուցադրությունում ներկայացված է, զենքեր մեր ֆիդայական շարժման տարբեր մասնակիցներից, Զորավար Անդրանիկի մարտական սուրը, որը ով գիտի ինչ մարտերի է մասնակցել եւ ինչ սխրանքներ է գործել, Սև Քարեցի Սակհոյի ատրճանակը, Սեբաստացի Մուրադի զենքը, Մախլուտոյի հերադիտակը,
կամ հավաքածուն իսկապես շատ բազմազան է, շատ հետաքրքիր է, կամ հայկական առաջին արտադրության կոնյակները շշալցված հենց այսպես ցուցադրվում է Թայրևի գործարանի Թայրևի գործարանի պիտակներ, գինու խցաններ, Թիֆլիսում հայ ձեռներեցների արտադրած գազալցված ջրի պիտակներ, այսինքն իսկապես շատ տեսնելու, շատ սովորելու եւ հիանալու շատ բան։ Այո, թերևս բացառիկ ու հետաքրքիր նմուշներ են, արդեն ինձ էլ հետաքրքրեց եւ մի օր կարելի է այցելել եւ ինձ նաեւ հետաքրքիր է նշ դուք թեթև հաճքով կողքից նայելով ինչպես եք նկատում, հատկապես որ տարիքի մարդկանց է հետաքրքրում ցուցադրությունը եւ հայերին թե ավելի շատ օտար երկրացիներին է հետաքրքիր այս ցուցադրությունը։ Դա կարծում եմ մի քիչ ավելի լայն գուցե խոսելու քննարկման թեմա է, բայց ընդհանուր եթե այսպես ինչպես ասացիք թեթև հայացքով եթե կարելի է մի փոքր ինչ որ անդրադարձ անել կախված գուցե նաև տարվա սեզոնից կամ կախված տարբեր ցուցադրություններից այցելուների խումբը տարբեր է լինում, բայց կարող եմ մի բան հստակ նշել, այս բանը առանց կոնկրետ թվեր նշելու, բայց հստակ կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեր քաղաքացիների այցելությունները թանգարաններ աճել է, դրանց մեջ մեծ թիվ են կազմում հենց դպրոցականները, շատ ուրախալի է, որ այդ նշած մեր քաղաքացիների թվում մեծ թիվ են կազմում ընտանիքները, դա շատ կարևոր մշակույթի մի մաս է եւ պետք է հաճախ նաև մենք տարբեր առիթներով հուշենք, հիշացնենք, որ թանգարանները քարացած տարածքներ չեն, թանգարանները այդ միայն ուղղակի արտեֆակտներ ներկայացնող տարածքներ չեն, դրանք կենթանի տարածքներ են, որտեղ անգամ մշտական ցուցադրություններում հաճախ մենք սկզբունք ենք դրել, որ մշտական ցուցադրությունում պարբերաբար ցուցանմուշները փոխարինվեն մեկ այլ նմանատիպ ցուցանմուշներով, որովհետև իսկապես հավաքածուն շատ մեծ է եւ այդ մեծ հավաքածուի փոքր տոկոսն է ցուցադրվում, որևէ աշխարհի որևէ թանգարանում ամբողջ հավաքածուն բնականաբար չի կարող ցուցադրվել, այդ թվում նաեւ Հայաստանի պատմության թանգարանում, դրա համար մենք սկզբունք ենք դրել, որ այդ օրինակ տարազները, գորգերը, տարբեր շրջանները ներկայացնող պարբերաբար փոխանցվեն համարժեք նոր նմուշներով, ել չեմ խոսում արդեն ժամանակավոր ցուցադրությունների մասին, այսինքն եթե կարծում եմ չափազանցված չի լինի, եթե ասեմ, որ ամեն ամիս թանգարան այցելելու առիթ եւ նոր բան տեսնելու առիթ անպայման լինում է։ Այսինքն պետք չի այդ բանը խաչը դնել ու ասել, որ ես թանգարանում եղել եմ, պետք է հետևել անընդհատ, գտնել քո հետաքրքրությունը, մենք այս պահին մի բացառիկ ուրիշ ցուցահանդես ունենք, Սրբազան երկխոսություն Լուվրից Հայաստանի պատմության թանգարան, չեմ առանձնացնում, բայց առանձնացման ենթակա ցուցադրությունը, որտեղ մենք բացառիկ հնարավորություն ունենք առանց Փարիզ այցելելու Հայաստանում հենց տեսնել Լուվրի հավաքածուն, որոնց մի մասը առաջին անգամ են Լուվրից դուրս գալիս որևէ ցուցադրության համար։ Ուզում եմ ասել, որ անընդհատ թանգարան այցելելու առիթ եւ կարիք լինում է եւ կարծում եմ, որ մեր քաղաքացիները պետք է այս մասին ավելի ակտիվ հետևեն եւ ավելի Մասին եմ ուզում խոսել, իհարկե քարացած օրգանիզմ չէ, թանգարանը ժամանակաշրջանների դարերի շրջապտույտ կա այնտեղ հենց ամենաակտիվ եւ ապրող օրգանիզմն է, կամ որևէ ծրագրեր հատկապես դպրոցականների համար, որտեղ գոնե արդեն պարտադրված, եթե ոչ ցանկությամբ գալիս են դպրոցականները եւ ծանոթանում են նմուշներին։ Այո, կարևոր հարց տվեցիք, չգիտեմ պարտադրվածի մասով, բայց կա դպրոցական աբոնեմենտի ծրագիրը, որտեղ դպրոցականները հնարավորություն ունեն իրենց ընտրությամբ այցելելու նաև որևէ թանգարան եւ կարող եմ ասել, որ Հայաստանի պատմության թանգարանը այս առումով ամբողջ Հայաստանում տարբեր մարզերից գալիս են նաև երեխաներ, ամենապահանջված թանգարաններից մեկն է։ Երկու կարևոր բան եմ ուզում այս թեմայի շուրջ առանձնացնել, մեկը որ Հայաստանի պատմության թանգարանը ունի բազմաթիվ կրթական ծրագրեր։ Այսօր թանգարանները, ինչպես նշեցինք, ուղղակի ցուցադրական տարածքներ կամ միայն ժամանցի վայրեր չեն, այլ նաև գիտելիք ստանալու, կրթվելու հարթակներ են եւ այդ առումով մենք ունենք
բազմազան կրթական ծրագրեր տարբեր տարիքային, մեծամասամբ դպրոցական, բայց ոչ միայն դպրոցական տարիքի երեխաների համար, այսինքն բացի ցուցադրությունը նայելը կարող են նաև մասնակցել որևէ կրթական ծրագրի, ինչ որ բան իրենց ձեռքով պատրաստել, ինչ որ մի բան իրենց իմացածով եւ տեսածով փնտրել, ավելացնել, փոփոխել, այսինքն այդ ինտերակտիվ կրթական ծրագիրը այդ ինտերակտիվ հնարավորություններն է տալիս եւ մյուս ծրագիրը, որը կուզեի առանձնացնել, դա Թանգարանի շրջիկ արխի միջոցով ցուցադրությունն է, որը վերջին տարիներին մեր Թանգարանի հավաքածուից տարբեր պատմական շրջաններ ընդգրկող առարկաների կրկնօրինակով մենք այդպես շրջիկ արխ ենք անունը դրել, ունի նաև իրեն ուղեկցող բաներ, ինֆորմացիոն այդպես բուկլետներ եւ մեր Թանգարանի կրթական բաժնի աշխատակիցները շրջում են Հայաստանի տարբեր մարզերում, տարբեր գյուղերում եւ բացառապես անվճար ներկայացնում են թանգարանը, ներկայացնում են մեր պատմությունը, կրթական ծրագիր են նաև կազմակերպում եւ երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնելու, այլ նաև վերցնելու, շոշափելու, ծանոթանալու եւ անձնական դեպի թանգարան։ Իրականում հիանալի գաղափար է շրջիկ արխը։ Դա մեր ազգային ժառանգությունն է, մեր ազգային հարստությունն է եւ դրանք չպիտի միայն այդպես բնականաբար թանգարանում բնօրինակը պիտի լինի, պետքա ներկայացվի ըստ արժանվույն իրենց կոնտեքստով եւ այլն, բայց պետքա հնարավորություն տանք նաեւ մարդկանց ավելի մոտիկից զգալու, ով գիտի, երեխաների մոտ ինչ զգացմունքներ արթնանում եւ ինչպես կտեսնեն որպես քաղաքացիներ հետագա։ Գալ մայրաքաղաք, գնալ թանգարան, իսկապես թանգարանն է գնում նրանց մոտ, հրաշալի միտք է։ Հիանալի միտք է եւ խոսելով ժամանակակից, տենդենսներից, քանի որ թանգարանը լինելով իհարկե հինը ներկայացնող, օղակ, բայց նաև պետք է ժամանակակից քայլերով առաջ գնա։ Ինչ ժամանակակից գուցե լուծումներ, մոտեցումներ կան, որ ոչ միայն երիտասարդները, այլ այն մարդիկ, ովքեր ուզում են մասնիկը կազմել, գուցե վիրտուալ ձևաչափով, ինչ որ մի ձևով, ժամանակակից ձևով միանան թանգարանին կամ լինեն թանգարանում եւ վայելեն այդ ամենը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այն բոլոր ասպեկտները առանձնացնելու եւ խոսելու համար։ Մենք թանգարանում, ինչպես ասեցի, ունենք բազմաթիվ, անգամ այս մշտական ցուցադրության այս 19-րդ դարի հատվածը, որ բացվել է, դրան վերաբերող նաև կրթական ծրագիր, բայց անդրադառնալով ավելի տեխնոլոգիական լուծումներին, ասեմ, որ վերջին տարիներին մենք ցուցադրությանը հավելում ենք անիմացիոն տեսանյութեր, արձագանքը ուղղակի շատ չափազանց դրական է, թե այցելուների կողմից, թե անգամ մեր գործընկերները, ովքեր թանգարանային եւ գիտական տարբեր ոլորտներ են ներկայացնում, բոլոր սրահներում ունենք անիմացիոն տեսանյութեր պատրաստված Հայաստանի եւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի վրա։ Օրինակ, քարի դարի հատվածում, որտեղ այդ մի քանի 100,000 տարի պատմություն ունեցող քարերն են ներկայացված, գուցե դա ավելի հասուն մարդկանց համար ինչ որ առումով հասկանալի է, բայց կարծում եմ, որ մենք քննարկելով նաև կրթության ոլորտի փորձագետների հետ, թե ինչը կարող է ավելի ներկայացման, լրացուցիչ ներկայացման մեկնաբանման կարիք ունի, այդ թեմաները առանձնացրել ենք եւ քարի դարի հատվածում Արտենի լեռան միջավայրում, մոտավորապես այնտեղից, որտեղից որ այդ քարի գործիքները գտնվել են, անիմացիա ենք ներկայացնում մոտ 1 րոպեանոց, թե ինչպես է այդ գործիքը նախամարդը կամ Homo erectus-ը առաջին քայլող մարդը, ինչպես է պատրաստել եւ ինչպես է օգտագործել։ Եվ վերջում արդեն դա հայտնվում է թանգարանում, այսինքն կենթանի կապը կա, դրանք ուղղակի կոնտեքստից կտրված բաներ չեն, որոնք երբևէ հայտնվել են թանգարանում, այլ մենք ունենք դրա ծագման վայրից մինչև թանգարան հայտնվելու եւ միայն դա չէ, բոլոր սրահներում ունենք, բոլոր հատվածներում ունենք անիմացիոն տեսանյութեր, որոնք ասեմ, որ շատ հետաքրքիր են թե նախադպրոցական տարիքի եւ թե նաեւ հասուն մարդկանց համար, որովհետեւ շատերի համար այդ առարկաները միայն գեղագիտական բան կարող են լինել, արժեք ներկայացնող առարկաներ, բայց հիմա տեսնում են նաեւ դրա կոնտեքստը շատերի համար, անգամ մասնագետների համար դրանց պատրաստման, օգտագործման որոշ դրվագներ անհայտ են լինում եւ նորեն պետք է ասեմ, որ երբ ես բացահայտեցի անիմացիաները, ասեցի կարող է երեխաների համար ավելի հետաքրքիր, իմ համար այնքան հետաքրքիր էր այդ ամենը, որ ինքս ոգևորված բոլոր անիմացիաների մոտով անցա, նորից նայեցի, կարծես տեղափոխվում ես այդ ժամանակ, զարմանում ես, որ այդ ժամանակ մարդիկ նման ունակություններ են ունեցել, շատ հետաքրքիր մոտեցում է, ինչը ողջունել է, իսկ կլինի շարունակել։ Եվ քեզ հենց այդ
բայց մասնիկն ես այդ ժամանակաշրջանից գումարների։ Իհարկե, դու հայտնվում ես այդ ժամանակահատվածում, այդ ժամանակաշրջանում։ Եվ մյուս տեխնոլոգիական ներկայացման ձևը նաև քարտեզները։ Բոլոր դեպքերում թանգարանները ունենում են սահմանափակ տարածքներ եւ պատկերացրեք, որ մենք բանից նախապատմական շրջանից մինչև մեր օրերը ներկայացնելու անգամ եթե բոլոր սրահներում քարտեզները լինեին, գուցե չբավականացներ տարածքը, մենք մշտական ցուցադրության հատվածում նորից անիմացիոն շարժական քարտեզներ ենք տեղադրել, որտեղ մի քանի տվյալ սրահը ներկայացնող մի քանի հարյուրամյակի քաղաքական, մշակութային փոփոխություններն են ներկայացում, այսինքն մոտավորապես 1 րոպեում դու կարող ես տեսնել, թե ինչպես է Բագրատունյաց Հայաստանը օրինակ ձևավորվում, այսինքն ինչպես է քանդվում, ինչպես են սահմանները փոխվում, փոքր իշխանությունները ձևավորվում։ Մի բան է դրանք կարդալ դասագրքում, մի բան է լսել դասախոսությունների ժամանակ, բայց մի բան է հենց իսկապես այդ, այսպես ասում են, ռեալ հողի վրա, այդ քարտեզի վրա դա տեսնել։ Եվ նաև այս նոր ցուցասրահում մենք, ինչպես ասեցի, շատ մեծ ազգագրական հավաքածու եւ տարազների հավաքածու ունենք, որոնք անգամ եթե 6 ամիսը մեկ փոխարինենք տարազները նոր հավաքածու, նոր տարազներով, գուցե մի քանի տարի դրանք հերթագային իրար փոխարինեն։ Իսկ նույնը անընդհատ նայելուց հնարավոր է ինչ-որ մի դետալ գտնել, որը նախորդ անգամ չես տեսել։ Այո։ Եվ դրա համար մենք այդ սրահում նոր ավելացրել ենք ինտերակտիվ շփման մոնիտոր, որի վրա առանձին ներկայացված է տղամարդու ավանդական հագուստի տարազի համալիրը իր դետալներով, իր անուններով, որովհետև շատ հաճախ մասնագետները օգտագործում են տերմիններ, որոնք սովորական քաղաքացիներին գուցե հասկանալի չեն։ Մենք դրա համար առանձնացրել ենք այդ իրենց դետալները, վարտիք, շապիկ, տաբատ, կոշիկներ, զենք, ինչը անպայման տղամարդու հագուստի համալիր բաղկացուցիչ մասն էր եւ նաեւ կնոջ հագուստի համալիր, այցելուն կարող է ընտրել հագուստի համալիրի կոնկրետ այն հատվածը, որը իրեն հետաքրքիր է եւ արդեն այդտեղ նոր էջով բացում են նոր թանգարանի հավաքածուից բազմաթիվ նման նմուշներ, կարող են մոտեցնել, ավելի մանրամասն նայել։ Սա կարծում եմ օգտակար եւ հետաքրքիր պետք է լինի ոչ միայն թանգարան այցելող սովորական զբոսաշրջիկների, այլ նաեւ մարդկանց, ովքեր նաեւ փոքր կամ միջին նաեւ հուշանվերային արտադրությամբ են զբաղվում, որովհետեւ բազմաթիվ շուկայում կան բազմաթիվ նմուշներ, որոնք հաճախ միշտ չի որ հայկական նմուշ դետալներ են ներկայացնում, կարող են գալ տեղում ծանոթանալ եւ իրենց միտքը այդ ուղղությամբ ավելի հայկականն է, այո։ Շքերթ է, Եվ այո, եւ ասեմ, որ թանգարանը ինքը իր հուշանվերային արտադրության մեջ շատ կարեւորություն է տալիս դրան, եւ մենք փորձում ենք ոչ միայն առարկաների կրկնօրինակներ եւ տարբեր ինտերպրետացիաները ներկայացնել, այլ տարբեր զարդերից, տարազից վերցնել այդ նմուշները եւ ասենք գոտուց վերցված որևէ նմուշ կարող է դառնալ ականջող, այսինքն 21-րդ դարի 2025 թվականին Հայկինը կրի այդ ականջողը, որը պատրաստվել է 18 կամ 19-րդ դարում գոտի արծաթագործ վարպետի կողմից Արցախում, Սյունիքում, Վասպուրականում կամ որևէ այլ։ Վստահ եմ, խոսելով զարդերից, թերևս այստեղ չեն կարող չտալ այս հարցը, այսօր շատ տարածված է, երբ ասում են հայկական է, բայց հայկական ոչ մի էլեմենտ, ոչ արծաթի զարդի մեջ կա, ոչ հագուստի մեջ կա։ Ըստ ձեզ լինելով ոլորտի մարդ, ինչպես կարելի է հասանելի դարձնել հայկականը, որպեսզի նմանակումները ծուռ եւ ոչ շիտակ չլինեն այդքան տարածված։ Իսկապես ցավալի հարց է, խնդիր եք ներկայացնում, չգիտեմ ինչն է պատճառը, գիտելիքի պակասն է պատճառը, թե այն ինչ որ արվում է եւ ներկայացվում է հայկականի տակ գուցե ավելի հեշտ է, այսինքն ինչ որ մի տեղից իսկապես չգիտեմ, բայց գումարի տեսանկյունից հասանելի է, այո։ Բոլոր դեպքերում ես մտածում եմ, որ այդ վարպետը եթե ինչ-որ բան պատրաստում է, ինչի չի պատրաստում այն ինչը որ իսկապես ժամանակին հայ վարպետների կողմից եւ պատրաստվել եւ հայկական են։ Եվ այս առումով թանգարանը տեսնելով իր պատասխանատվությունը մենք խնդիր ենք դրել, որ տարբեր հնարավորություններով պիտի հանրահրճակենք այն ինչ որ մեր մշակույթի կարևոր մասն է։ Վերջին տարիներին հրատարակել ենք զարդերի հայուհիների զարդերը 18-ից 20-րդ դարում այդպիսի մի գիրք եւ մի հետաքրքիր ինտերակտիվ բան ավելացրեցինք, գրքի վերջին էջը հնարավորություն ենք տվել, որ փոփոխական լինի։ Այսինքն գիրքը տպվել է մի քանի 100 օրինակ, բայց այդ մի քանի 100 օրինակի ամենավերջին էջը
փոփոխական էր եւ այցելուները ներողություն ընթերցողները նախապատվեր կարող էին անել եւ իրենց ընտանեկան զարդը ներառել գրքում, այսինքն գրքում ծանոթանաք հայ վարպետների պատրաստած զարդերին եւ վերջին էջում լինի այն ինչ որ ձեր ընտանիքին է եւ ասեմ հետաքրքիր արձագանք եղավ բազմաթիվ ընթերցողներ իրենց ընտանեկան տատիկից, մայրիկից կամ իրենց նախնիներից ստացած նմուշները խնդրեցին, ներառեցին, մենք սիրով դրանք նախքան հրատարակելը մեր ռեստավրացիոն լաբորատորիայում մաքրեցինք, մեր լուսանկարիչը բարձր որակի լուսանկար արեց եւ ներառեցին գրքում։ Ուզում եմ ասել, մեր խնդիրը, մեր պատասխանատվությունը միայն ցուցադրություն բացել եւ այցելուներին այսպես դրան մոտ սպասելը չի։ Մենք բոլոր հնարավոր միջոցներով փորձում ենք հանրահրճակել, ինքներս ենք գնում դպրոցներ, ինքներս ենք գնում դեպի այցելուները տարբեր հրատարակություններով, թանգարանային տարբեր ծրագրերով, կրթական ծրագրերով Խոսությունը ոչ միայն տարերի միջև, այլ մերօրյա հասարակության միջև։ Շնորհակալություն Նժդե շատ ճանաչողական հետաքրքիր զրույցի համար, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում էինք Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, մշակութաբան, հնագետ Նժդե Երանյանի հետ։ Մենք Բարև երկիրն ենք։ Եվ ինչու՞ չէ, հենց այսօր գնացեք պատմության թանգարան, ծանոթացեք բոլոր նմուշներին եւ բացահայտումները ձեզ իհարկե սպասեցնել չեն տա։ Կհանդիպենք քիչ անց։ Դեռևս տասնյակ տարիներ առաջ մեր սիրելի բանաստեղծ Պարուր Սևակն ասել է ապրել, այնպես ապրել, որ Սուրբ Հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։ Կարծում եմ մեր օրերում շատ պետքական նախադասություն է եւ այդ մեկ նախադասության մեջ նա ամփոփել է գերագույն մտքեր, որոնք հիմա ժամերի ընթացքում մարդիկ չեն կարողանում արտահայտել։ Իսկ ինչու հիշեցինք Պարուր Սևակին։ Որովհետեւ այո, այսօր մեծանուն հայ բանաստեղծի հայկական պոեզիան նոր գույնով ու խոսքով համեմած հագեցրած Պարուր Սևակի ծննդյան օրն է, նա այսօր կդառնար 102 տարեկան։ Այս բան առաջարկում եմ դիտել մեր մատյանեջը, որտեղ հենց պատմում ենք Սևակի մասին։ Նրա խոսքը դիպուկ էր, բառերն ընտրված։ 1924 թվականի հունվարի 24-ին է ծնվել հայ մեծ բանաստեղծ Պարուր Սևակը։ Նա ծնվել է Արարատի շրջանի Չանախճի, ներկայիս Զանգակատուն գյուղում։ Պարուր Սևակն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահացել է։ Նա դարձել է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է 5 տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսել է հաճախել դպրոց։ Սակայն սկզբում, քանի որ տարիքը դեռ թույլ չէր տալիս դպրոց գնալ օրինական, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Գերազանց առաջադիմության շնորհիվ նրա ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում եւ շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ 11 տարեկանում առաջին անգամ իր փորձերն էր անում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով ընդունվում է Երևանի Պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժին։ Նա եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ Սովետական գրականություն ամսագրում Պարուր Սևակ ստորագրությամբ տպագրվում են նրա 3 բանաստեղծությունները։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչանք նրա սիրո, կարոտի, մայրական եւ հայրենասիրական երգերի համար։ 1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով անց է կացնում կյանքի հետագա 4 տարիները։ 1970 թվականին Պարուր Սևակը ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչում։ 1963-ից մինչև 1971 թվականներ աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։ Իսկ 1966 թվականից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին, ըստ պաշտոնական վարկածի ավտովթարից։ Թաղված է իր հայրենի գյուղում։ Ախ, ես ինչպես ասել
ես հիշում եմ դեռ Ինչպես չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար Ինչպես մեզ բաժանող արգելակը քանդել Ինչպես չգալ քեզ մոտ Ինչի համար Ինչի համար Ինչպես չասել, որ դու միայն դու չես թաղծում Ինչպես ասել, որ ես ծնվել եմ քեզ համար Ինչպես չասել, որ ես միշտ էլ քեզ եմ տեչում Սակայն ինչպես ասել, ինչի համար Ինչպես ասել նորից արի Ինչպես չասել, որ ապրում եմ քեզ համար Չխոստովանել ցավը մեր սրտերի Խոստովանել ինչու, ինչի համար Ինչի համար Չասել, որ դու միայն դու չես թաղծում Ինչպես ասել, որ ես ծնվել եմ քեզ համար Ինչպես չասել, որ ես միշտ էլ քեզ եմ տեչում Սակայն ինչպես ասել, ինչի համար Սակայն ինչպես ասել, ինչի համար Աղա եւ վերջ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ բարև երկիր ամփոփեցինք այսօր հունվարի 24-ն է, շնորհակալություն ձեզ, ձեր շաբաթօրյա սուրճն ու թեյը առավոտյան մեզ հետ կիսելու համար։ Հուսով ենք վաղը եւս մեզ կմիանաք, որպեսզի ձեր օրը լինի հագեցած եւ գեղեցիկ, բայց մինչ այդ պետք է ասենք, որ մենք շնորհակալ ենք մեր հովանավորներին, ում շնորհիվ մենք այսօր այստեղ ենք եւ հանդիպում ենք ձեզ հետ։ Եվ դրանք են մեր գործընկերներն են, այո, Տունդե Պոխանուց սրահը, Dream Park հանգստյան գոտին, որը գտնվում է Լորվա հիասքանչ բնության գրկում, Դենտրոպարկի անմիջապես հարևանությամբ եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Հիշեցնեմ նաեւ այն բոլոր հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, եթե բաց եք թողել հեռուստացույցով դիտելու հնարավորությունը։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Եղեք առողջ, խաղաղ ու շատ երջանիկ համբուրում եմ բոլորիդ։ Ինչպես նաև սպասում ենք հետադարձ կապի, եթե ունեք մեզ կոմենտներ, ասելիքներ, ապա Facebook-յան էջով մենք շատ արագ կարձագանքենք։ Մինչ վաղը։